Այսօր Սահմանադրական դատարանը կշարունակի իր աշխատանքները։ Այսօր մենք ունենալու ենք հարց ու պատասխանի փուլի շարունակություն։ Հավանաբար դատական քննության այս փուլը տևելու է երկար։ Մի փուլ ունենալու ենք հավանաբար, որ լինելու է դռնփակության կարգով քննվող։ Տեղեկացնեմ ձեզ, որ մի քանի խնդիրներ, որոնք մենք ներկայացրել էինք, նաև դատարանի կողմից պահանջ է ներկայացվել, որ դրանց հիմնավորումները ներկայացվեն, այդ թվում 17,000 գաղտնի քվեարկությունների վերաբերյալ։ Ընթացս կներկայացնենք զարգացումները։ Ինչպես կգնահատեք երեկվա նիստը։ Գիտեք, նիստը գնահատելու տեսանկյունից դեռ վաղ է գնահատականներ տալը, բայց մի բանը հստակ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցելով որպես երրորդ անձ այս դատաքննությանը չի ներկայացրել դիրքորոշում, որ տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ կամ ընտրական բնույթի հանցանքներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև հերթական անգամ քաղաքական գնահատականներ եւ իրականություն, քաղաքական գնահատականներ եւ իրական դատողություններ հակադրության մեջ են այս քաղաքական ուժի դեպքում։ Հետևաբար ուզում եմ ասել, որ առնվազն թող մեր հայրենակիցները արձանագրեն, որ որևէ մի մասշտաբային կամ մասսայական բնույթի ընտրախախտումներ Հայաստանում չեն եղել։ Սա է իրենց գնահատականների տեսանկյունից խոսքը ընտրակաշառքների եւ այլ երևույթների մասին է։ Բայց մյուս կողմից այն, որ հենց իրենց կողմից ընտրախախտումներ իրականացվել են, որոնք հենց ազդեցություն ունեցել են ընտրության արդյունքների վրա, դա փաստ է։ Եվ մենք դրա վերաբերյալ հիմնավորումները ներկայացրել ենք, նաեւ հարց ու պատասխանի փուլում որոշ արձանագրումներ կկատարենք, որովհետև այն խախտումները, նույն լինի վարչական ռեսուրսի չարաշահումը, լինի ատելության խոսքի տարածումը, դրանք այո ունեցել են էական ազդեցություն ընտրության արդյունքների վրա, որովհետև պատկերը կլիներ բոլորովին այլ։ Իսկ իրենց կողմից ներկայացրած խախտումները, դրանք կարծես հենց այդ ձևակերպումն է օգտագործվեց դրվագային բնույթի են եղել եւ անմեղության կանխավարկածն է որևէ մի դեպքով չի ախտարվել, դա էլ ասեց հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը։ Այսինքն որոշ հետաքրքիր արձանագրումներ կան, բայց բոլոր դեպքերում Սահմանադրական դատարանի կազմն էլ լեգիտիմության խնդիրը ունի։ Քանի որ ոնց տեսնում եք, Սեդա Սաֆարյանը մասնակցում է նիստերին։ Մի փոքր շեղվենք թեմայից, Սամվել Կարապետյանը նշում էր, որ պետք է համախմբվել, հանդիպել, դուք տեղեկություններ ունեք, Սամվել Կարապետյանը հանդիպել է օրինակ Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ։ Դուք նկատել եք, ես ուրբաթ օրվանից ժամը 11-ից մինչև երեկոյան ուշ ժամերը գտնվում եմ Սահմանադրական դատարանում։ Սամվել Կարապետյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ վստահ եմ առաջիկայում դուք տեղեկություններ կստանաք, այն որ որոշակի համախմբման գործընթացը բնական է, որոշակի իմաստով անհրաժեշտ է, դա եւս փաստ է եւ կարծում եմ մեր հայրենակիցները եւս ունեն այդ կարծիքը։ Իսկ մանդատների մասով երբ որոշում կլինի Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Սահմանադրական դատարանի քննության առարկա է, հաշվի առեք նաև ընդհանրապես նոր ընտրությունների անցկացումը, երկրորդ փուլի անցկացումը կամ մանդատների բաշխման նոր կարգի սահմանումը։ Մենք նաև հենց տարբերվում ենք քաղաքացիական պայմանագիր ուժից նրանով, որ Սահմանադրական դատարան ինստիտուտը պետք է հարգել անկախ բովանդակությունից, բայց գոնե ձևական մասը պետք է հարգել։ Դուք տեսաք այս ժամանակահատվածում իրենք կարծես արդեն պաշտոններից են խոսում եւ այլն այն պայմաններում, երբ Սահմանադրական դատարանը պայմանականորեն կարող է ընդհանրապես նոր ընտրությունների հիմքը հանդիսանալ։ Հետևաբար վաղ է դեռ դրա մասին խոսելը, բայց վստահ եղեք, երբ արդեն այս գործընթացը կավարտվի Սահմանադրական դատարանում, մանրակրկիտ դրան անդրադարձ կկատարենք։ Առնվազն այս փուլում եկեք ֆիքսենք, որ ընդդիմության կողմից, ընդդիմադիր ուժերի կողմից որևէ մասշտաբային բնույթի ընտրախախտման հետ կապված դատողությունները, որտեղ դուք հիշում եք, նույնիսկ ասում են 500,000-ից ավելի ձայներ է իբրև, դրանք որևէ ինչ-որ մի խնդրի հետևանքով են։ Դրանք բոլորը սին էին, դրանք բոլորը իրականության հետ առնչություն չունեին եւ դրա փաստը նաեւ երեկվա տեղի ունեցած հայտարարություններն էին։ Զուգահեռաբար իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքի տարածումը եւ մի շարք այլ երևույթները փաստ է, որ տեղի ունեցել են։